Մենք արահետի սկզբնակետի մոտ ենք, հիմա կփորձենք ամբողջ այս արահետով երթևեկել։ Բայց ես մյուս տեղում կայանատեղին չտեսա։ Հիմա կգնանք կգտնենք, պետքա որ լինի այդ կայանատեղին։ Եվ այսպես երկու կամավորներով փորձում ենք հաղթահարել այդ ծանրային երթուղին։ Գնացինք։ Արցանում ենք մայթ, երթևեկենք մայթով։ Ինչ անհասկանալի է ով ում պիտի զիջի։ Ճանապարհ։ Ճանապարհ։ Շատ սիրում եմ։ Ահա խեղճերը ոնց անցնեն, ծառերի վրա թռվռալով ոչ են գնա։ Ահա, հասանք ինչ-որ անցումի։ Քանի որ որոշել ենք ամբողջ երթուղին հաղթահարել, հիմա պետք է ստիպված հեծանիվը գրկենք, անցումով իջացնենք ու մյուս մայթից, տեսեք կենդանիները կան, մյուս մասից դուրս գանք։ Ես հələ կարելի է հեծանիվով իջնել։ Հիմա կփորձը չէ, քշելով հաստատ չի լինի, բայց ամեն հեծանիվ չի։ Դե մի քիչ ֆիզիկական պատրաստվածություն պիտի ունենաս։ Հեծանիվը պիտի համապատասխանի, քո հեծը ինչքան է պատրաստված ըլլես չես իջնում։ Դե ես պիտի այտենց գրկեմ էլի։ Հա։ Այսինքն երթևեկել որպես այդպեսին չի ստացվում։ Չգիտեմ հիմա էս է փոխադրամիջոցը, թե ես եմ փոխադրամիջոցը իր համար։ Լավ, փորձենք։ Իջնել է հեշտ էր, հիմա պետք է բարձրանանք։
Առաջին գետն անցումը հաղթը արված է։ Լավ, շարժվենք առաջ։ Լավ, շարժվում ենք առաջ մայթում։ Չափազանց ուշադիր պիտի լինենք, որտեղ էջ հարց չի ճանապարհը, անդադ շուտ ցածկեր ենք անում։ Գիշերով չգիտեմ, ստե լրիվ դուրս արսափելի բան կլինի երթևեկել։ Հա, ստե պետք է զգույշ լինենք, որ հեռախոսից չհավաքենք տանենք հետնից։ Արայետից դուրս մի արի։ Պետությունը քեզ արայետ է տվել, արայետով գնա։ Հիմա մենք իջնում ենք, այդ պատճառով պեդալ չենք տալիս։ Ուղղակի հանգիստ իջնում ենք, վայելում ենք մեր հեծանվորն։ Զգուշացեք։ Так։ Так սկիզբ։ Հա, ստեյց շուտ կտրուկ շրջադարձ։ Չգիտեմ ոնց կարելի է մտնել։ Լավ, մեզ ոնց որ թե եւս մեկ հեծանվորդ է միանում, մենք ստեղ կանգնենք։ Սատիկներ, պապիկներ, երեխաներ, հացելու։ All around me are familiar faces, veiled faces, bright and early born with daily races, going nowhere. Tears are filling up the glasses. No expression. Got my head, I wanna drop my sorrow. No tomorrow. And I'm finding kinda funny, I'm finding kinda sad. The dreams I wish I'm dying on the best that ever had. I'm finding hard to tell you, it's I'm finding hard to take. When people run in circles, it's so very. Made them feel away at every junction. Said I listen. When it's cold and nice, where he knew us. No one knew me. Television tell me what my lesson. Look right through me. And I'm finding kinda funny, I'm finding kinda sad. The dreams I wish I'm dying on the best that ever had. I'm finding hard to tell you, it's so funny hard to take. When people run in circles, it's so very. Այստեղ դա Դա այստեղ գիտես ինչ արի վայ։ Ես
այս են կոմից հտա հողի մեջով անցային կոմով խռացի, որ կտելով մեջ։ Համոր աստիճանները։ Так, ասենք ամենադաժան մասը Արահետի։ Այս է ստավելի։ Կարելի է որն է, դու թազա արահետներ ես գծում։ Այս գործն իսկական արահետով։ Տեսակը չի վիդեոն նստան դու չէ ցանի, որտեղ դա իրականում շատ վտանգավոր է։ Օրինակ իմ ակի բարակությունը այնքան է, որ ինքը հանգիստ մտնում է այս սալիկների արանքը։ Դա շատ վտանգավոր է։ Կարելի է ոչ միայն անիվը կոտրել, այլ նաև մեր մարմնի մասերից ինչ-որ բան ընկնելուց։ Так, հիմա Այս պետք է գանք այստեղով Սա մեր արահետը Այդ ինչի մասին ասում էի։ Որտև այստեղ հեծանիվ չի կարելի քշել։ Որտև հեծանիվուղի են բացել։ Հեսա գիծը գծել են, որ մենք ստեղով քշենք։ Այդ ինչ ես կարող մտենց։ Ակը մտնում է արանքը ու դու շուռ ես գալիս։ Լավ աշխատեք այս արանքը չմտնել հանգարց։ Եթե հանգարց ակդ մտավ այս արանքը դու անպայման մի փորձանքի կգաս։ Միշտ մտածում ես, տեսնես հնարավոր է, կենասկի գծել ու երթևեք է։ Երթական աստիճաններին։ Իշն է, որ հասնում ես երանելի Արահետին։ Այստեղ Արահետը վերջանում է։
Children waiting for the day they feel good. Happy birthday, happy birthday. And I feel the way that every child should. Sit and listen, sit and listen. Ես դժվար ստեղ է ճանի հնարավորինի իշն է կայլը գլոր է հաղթահարեցինք Այսպես պետք է ինտերեին Ընդհանրապես արահետների մեծ մասը անցնում է մայթերով, այսինքն հետիոտներից մայթը վերցել են, հանձնել են հեծանվորդին, ընդհանրապես ըստ ճանապարհային երթևեկության կանոնների հեծանվորդը իրավունք չունի մայթերով երթևեկի, բայց եթե տվել են հեծանվորդին, ուրեմն հետիոտն իրավունք չունի տեղով քայլի, քանի որ կխանգարի, ընդհանրապես իր համար շատ վտանգավոր է, երեխաների, ծեր մարդկանց համար իրանք չեն կարող արագ ազատեն ճանապարհը, կողմնորոշվեն, վթարների ու բախումների բունը Հետո օրինակ այս հատվածը աստիճաններին է գալիս դեմ առնում, ստիպված մտնում ես այն հողերի մեջով շրջանցում ես։ Արահետից դուրս ես գալիս։ Արահետից դուրս ես գալի, մտնում ես բանի խոտերի ու հողերի մեջ։ Այս հենց հատվածում եթե աստիճանների վրայով գոնե ու աստիճանները շատ բան է, աստիճանը բարձր է թեքությունը։ Պետք է ինչ-որ մի բան մտածել տես բաների համար, էլի մի քիչ անդուր է, հեծանիվով գնում ես, մեկ էլ իջնես, հեծանիվը վերցնես, շալակես ու բարձրանաս վերև։ Դեսին դրական կողմներն է, որ ուշադրություն են սկսել դարձնել, բացասական կողմներն են, որ իրական պրակտիկ դարոշկա չի։ Այսինքն հիմա դու քո պրակտիկայում չես օգտագործի, օրինակ գործի գնալ։ Չէ, պրակտիկ չեմ օգտագործի, ես գործի գնում եմ մի 30 կմ/ժ արագությամբ, այստեղ 10-ից ավել քշես, արդեն բախման ու ինչ որ մեկին գցես տակդ, որ պատահական անցորդը դուրս եկավ դեմդ չես հասցնի կանգնես։ Ավելի լավ է ես մեքենաների կողքով քշեմ իրանց արագությամբ, քան թե այստեղ մարդկանց։ Չնայած դե լավ, որ ծուխը չէ շնչում մեքենաների այգու մեջ, չէ։ Դեսի շաբաթ-կիրակի խրխռալու համար։ Դա զբոսանքի տեղ ասա, ոչ թե տրանսպորտով երթևեկելու էլի, որպես տրանսպորտ չես կարող։ Օրինակ ստե սկսնակները չէ պետքա քշեն այս ճանապարհներով, քանի որ վախենում են մտնեն երթևեկելի հատվածներ։ Բայց սկսնակների համար ստե շատ վտանգավոր է։ Ես որպես չսկսնակ, էլի դե ակս մտավ արանքը սալիկների ու սայթակեց հեծանիվս ու ընկա։ Դե չպետք է արագ քշեն։ Ու սկսնակները կարան շաբաթ-կիրակից զբոսնեն ու հեծանիվի հետ քայլեն։ Չէ, կզբոսնեն նորմալ կարծիքով։ Զբոսանքի համար կարող է աշխատի, չէ։ Աշխատի զբոսանք։